Ասա, եթե այդքան հրատապ էր, ինչու քարորիայով չբերեցին, մանավանդ որ քարորիան 1.5 օրում ավարտվեց։ Շատ պարզ, որովհետև այս նախագիծը իրանց դեմ են տվել, հրահանգել են, ասել են շատ արագ, սա պետք է անցկացնենք։ Շատ արագ։ Ո՞վ է դեմ։ Բոլորը նրանք բռնապետի ցանկությամբ հրահանգով եւ այն ՀԿ սեկտորի կողմից, ովքեր որ աջակցում են այսօրվա իշխանություններին։ Գաղտնիք չէ դա, հա? Ասենք օրինակ, երբ որ ասում ես, լավ ում հետ է քննարկել սա։ Նախ չեն ասում ում հետ, բայց կողքից ինֆորմացիա է գալիս, որ մի քանի ՀԿ-ների, որոնք որ ֆինանսավորում են ուղիղ հայտնի կենտրոնների կողմից եւ նաեւ գտնվում են բռնապետի ուղիղ հրահանգի եւ աջակցության ներքո։ Սա հերթական գնահատումն է մեր կողմից, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը հերն անիծել է ամեն ինչի եւ նույնիսկ այդ իրենց ժողովրդավարություն ասված այսպես արտահայտությունը ամեն օր ոտի տակ տալով առաջ է գնում։ Սա նաև պահանջում է հանրության մոբիլիզացիա։ Պարոն Մինասյան, դուք ասում եք ոչ մեկը չի քննարկել, բայց վերջին ասում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նախկին քաղաքական։ Այո, իրենց հետ քննարկել են։ Այո, հենց ինքը այդ ասուլիսում ասաց այս մասին, որ այն դիտորդները ովքեր իրենց կարգով։ Այո, իրենց հետ քննարկել են։ Ավելին ես նաև առանձին զրույց եմ ունեցել նաև Վագն Օվակիմյանի հետ։ Ես իրենս հարցերը դրել եմ, ասել եմ, լսեք, դուք այդ ո՞նց պիտի գնահատեք։ Օրինակ, ֆինանսավորման բացահայտումը, որքանով է ազդում կամ չի ազդում այս կամ այն բանին, դիտորդական առաքելության անաչառության վրա։ Նա չունի պատասխան։ Ասում է դե քննարկենք այդ պահին։ Նրանք կզրկվեն, որոնք որ ակնհայտորեն եւ այլն։ Այսինքն, առանց չափանիշի դու ո՞նց ես գնահատում։ Եվ որպես կանոն այդ զրկումները տեղի են ունենալու իշխանությունների այլանդակությունները բարձրաձայնող դիտորդական առաքելությունների համար։ Այսինքն, եթե դուք նկատի ունեք, երբ որ ես ասեցի ոչ մեկի հետ չեն քննարկել, նկատի ունեք կենտրոնական կենտրոնական հանձնաժողով գտնվում է իշխանության վերահսկողության տակ։ Այդ մարդիկ ընտրել են այդ մարդկանց հենց դրա համար։ Այսինքն, ավարտելով, ամփոփելով խոսքս հետեւյալն է. մենք գործ ունենք այս պահին հստակ հերթական արշավանքի հետ, որը որ կազմակերպել է բռնապետը իր ընտրությունը, ճակերտավոր ընտրությունը լեգիտիմացնելու փորձի շրջանակներում։ Դրա համար մենք հրաժարվեցինք քննարկումից, որտեղ սա համարվում է ըստ էության ընտրական օրենսդրության ընդունման կանոնների խախտում, եթե ընդդիմությունը չի մասնակցում, ընդդիմությունը ներգրաված չի եղել փոփոխություններին, սա համարվում է էական թերություն այդ ընտրական գործընթացի մասով։ Սա նաև նախազգուշացում, որ նաև ապագայում էլ նման բաներ չլինեն եւ սա հնարավորինս արագ պետք է շտկվի։ Ինչպիսի գործողություններ հետագայում կլինեն, առաջիկայում մենք քննարկենք եւ լրացուցիչ կասենք։ Ես ճիշտ եմ հասկանում, որ իրենք այլ փոփոխություններ են իրական ներկայացնում, որտեղ կառավարությունը եւ Փաշինյանը։ Եկեք մի բան էլ դե ասեմ։ Հավաքել են իրենք այլ բաների, ուսուցումների անցիկություն եւ այլն։ Այսինքն այլ փոփոխություն այդ չեն կարող։ Մենք չենք կարող ասել, որտեղ այս մարտիկ տեսնում են որտեղ որ հնարավորինս իրենց քիմքին ոչ հաճելի միտք կարահնչի, արագ կազմակերպվում են, մոբիլիզացվում են եւ փոփոխությունը անում են։ Իդեպ ասեմ, նաեւ նախորդ փոփոխությունների շրջանակներում մեծամասնության կողմից իրականացված շատ լուրջ խնդիր է դրված նաեւ լրատվամիջոցների վրա։ Նույն պահանջների ներքո լրատվամիջոցները կարող են զրկվել հավատարմագրումից։ Անկամ օրինակ, եթե լրագրողը գնաց բացահայտեց, որ այս մեկ այլանդակություն է անում, կարող են որակել որպես լրագրողը զբաղված է հակաքարոզչությամբ, այո, ընտրական ընդ որում ոչ միայն քվեարկության ժամանակ, խոսքը գնում է ընթացքի։ Այդ ժամանակ կզրկվեք նաև հավատարմագրումից։ Այսինքն մենք գործ ունենք տոտալ վերահսկողության հետ, փորձի հետ, ասենց ասեմ։ Որ իրենք Ոչ, որևէ չափորոշիչ չկա, այդ բոլոր գնահատականները թողնված են կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
նորից եմ ասում, լրագրողների մասով ճիշտ է, ֆորմալ առումով ստեղ այսօրվա փոփոխություններում չկա, բայց այդ փոփոխությունները եղել են մինչև այս փոփոխությունները անցյալ տարվա 24 թվականի փոփոխություններն են, հիշում եք, որ այս ամբիոնից նաև հնչեցրել ենք տեսակետներ 21 թվականի, 23 թվական եւ այլն։ Այսինքն մաքսիմալ ձևով այլանդակում են ընտրական ամբողջ գործընթացը եւ դարձնում են բացառապես իշխանական վերահսկողության ենթակա ընտրություններ, այսպես ասեմ, եւ միջազգայիններն էլ ամենայն հավանականությամբ լսում են ընդամենը քաղցր խոսքեր այս մարդկանց կողմից կամ ուզում են լսել այդպիսի խոսքեր եւ ձեն չեն անում, բայց մենք պետք է նաեւ այս հարցը բարձրաձայնենք եւ կոչ եմ անում նաեւ տեղական դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին ձեր բողոքի ձայնը բարձրացնել միջազգային հանրության առաջ, մենք պատրաստ ենք նաեւ մենք ինքներս ենք դիմելու եւ պատրաստ ենք այստեղ նույնպես համագործակցաբար աշխատել, որպեսզի իշխանության այս այլանդակությունները փորձենք զսպել։